Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախկիններն են տենց տարբեր տեղերում պահել այդ փաստաթղթերը կամ 19 թվականի նախկիններն ուր են։ Դրա վերաբերյալ ասում եմ։ Մի վարքյան, Մերի ջան, հերթու, սաղ կպատասխանեմ։ Այսօր հավեսով եկել եմ, մի վարքյան։ Փաստաթղթեր ասեմ, եթե կարելի է։ Ես մի հատ ավարտեմ, հերթու, սաղ հարցեր կմեկա դատը դռնփակա է, ոչ միտեղ չեմ շտապում։ Ֆիքսենք։ Նախկինների փաստաթուղթը, եթե ցակուցելի վրա Նիկոլ Փաշինյանի հեռախոսը ինչ գործ ուներ։ Նախկինների փաստաթուղթը այնքան չոտքի իրատեղում դրածաղ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը մել կա, այնքան ընթերցել է։ Նիկոլ Փաշինյանին հորդորում են, ոնց որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն էր տենց կարդում, տենց էլ քեզ հասած 19 թվականի Միսկի խմբի համանախագահների փոխանցած փաթեթը, որի մասին խոսել է 21 թվականի հունվարի 13-ին ռուսաստանցի համանախագահ Պոպովը, թող դա ցույց տա ժողովրդին։ Ես գիտեմ այնտեղ ինչա։ Բայց թող ինքը ասի։ Դուք ասեք։ Պոպովն ասել է, էլի։ Պոպովն ասել է, որ Արցախին տրվում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի հանրաքվեով պետք է դրել պարտադիր իրավական ուժ։ Այդ ընթացքում 5 շրջաններից պետք է դուրս գային հայկական զորքերը, այնտեղ խաղաղապաններ դրվել։ Ասել է Պոպովը, մտեք 21 թվականի հունվարի 13 ձեր յուրաքանչյուր կայքի ծրշտվեք կտեսնեք։ Պոպովն էլ ասել է դա, ոչ թե հենց այնպես, ասել է Նիկոլ Փաշինյանի ցնդաբանության ի պատասխան։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը առաջարկում էին տարածքներ խաղաղության դիմաց, հենց այնպես տարածքներից դուրս գալ, Պոպովը հունվարի 13-ին փաստերով հրապարակեց, որ նման բան չկա, որ միջազգային հանրությունը իրեն չի առաջարկել, հենց այնպես տարածքներ տալ, այլ աշխատել է տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը եւ ամենակարևորը եւ հարգելիները ձևս մի կարևոր բան, երբ որ ես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին եւ 19-ին երկու անգամ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ կառավարությունում հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա եղել է պատերազմի ամենաթեժ պահին։ Ուղիղ Նիկոլ Փաշինյանին հարցրել եմ. «Պարոն վարչապետ, ինչ է դրված սեղանին»։ Ինքը ինձ պատասխանել է, պարոն Շարմազանով, սեպտեմբերի 27-ին պարլամենտում ասել եմ 5+2, ասել եմ պարոն Փաշինյան, այսօր հոկտեմբերի 12-ն է, հաջորդ օրն ասեմ հոկտեմբերի 19-ն է, այս մինչև այսօրը կարող է 27-ին մի բան են առաջարկել, հիմա մեկ այլ բան են առաջարկում, սաղի մոտ, թող հելնե խոսան, մենակ ես չեմ եղել, բոլորի մոտ, ասել է պարոն Շարմազանով, ոչ, սեղանին դրված է 5+2 տարբերակը։ 5+2 տարբերակով Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Ճարտարը մտնում էին Ադրբեջանի կազմ, 5+2 տարբերակով 150,000 արցախահայեր բռնագաղթի էին ենթարկվում, 5+2 տարբերակով մեր եղբայրները գտնվում էին Բաքվի բանտում որպես սեպարատիստի օկուպանտ, ինչ կաստ է բանավիճելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը այնքան հստակ է, ոնց որ իմ անունը Էդուարդ Շարմազանովը, էլ ոնց ասեմ։ Պարոն Շարմազանով, Թրամփը չարժանացավ Նոբելյան մրցանակի, կարող է դա ազդել տրամադրությունների վրա եւ օրինակ ազդել նաեւ այն փաստաթղթի վրա։ Ես կատակ կեսնոշ մի բան ասեմ, էլի, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները ոչ միայն Հայաստանում են տապալվում բոլորը, խոստումները, ցանկություն, այլ նաեւ միջազգային արենայում։ Տրամփի բախտի վրա էլ քարկսեց սա։ Պարոն Շարմազանով, Դուշանբեում, որտեղ հավաքվել են ԱՊՀ երկրների ղեկավարները, նաև Ռուսաստանը, որը Միսկի խմբի համանախագահ է, եւ Ալիևը իր ելույթի ժամանակ ակնհայտ շեշտեց, որ Հայաստանը 30 տարի այն մարդը այդքան վիզ դրեց, ասեց Ալբանիա, Մալբանիա բան, հել ավելի վրեն։ Մի հատ Նոբելյան մրցանակ պետք է բանաներ էդ էլ քարկեցեց։ Ընդ ասին դե որ Նիկոլն առաջադրում վերջ։ Հերթով էս աղջիկներին ջենտլմեն եղի Հրանտ ջան, ես գիտեմ։ Ոչ, դե կարա երկուսով սինխրոն տակ։ Այո, այդ ԱՊՀ երկրները հավաքվել էին, նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահ էր եւ որևէ ձևով չարարկեց Ալիևի հայտարարության ելույթի մեջ հնչեցրած այն մտքին, որ 30 տարի Արցախը օկուպացված է եւ Տագոյ ջան, մի վարքյան, տեսեք, Մինսկի խմբի համանախագահները չեն կարող ավելի հայ լինել, քան մենք։ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող Հայաստանի ու Արցախի շահը պաշտպանել մեր փոխարեն։ Եթե ես իմ շահը չպաշտպանեմ, գեոպոլիտիկա կա, ներքին քաղաքական։ Դե գեոպոլիտիկայի այդ հարցերի շուրջ մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Մենք հիացած չենք նրանց գործունեությունից, բայց հիմնական խնդրը գալիս է այստեղից։ Դրա մասին միշտ ասել ենք, միշտ։
երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում է եւ 18 թվականին վարչապետ է դառնում, բայց ես գիտի դեռ համաժողովրդական տրիբունա ու Միսկի խմբի համանախագահների հետ խոսում է այն տոնով, ոնց որ իր ներքին հակառակորդների հետ, ինքը պետք է հասկանա, որ պետք է կներեք քաղաքական չափալախ ուտեր, էլի։ Երբ որ ինքը գնում է ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանցից մեկն էլ կա, չէ, Զարա ջան, այն օրն ասում էր բանա, մենք չենք հրաժարվել 19 թվականի բանից, փաստաթղթից։ Ուզում եք ապացուցեմ, որ հրաժարվել է։ Հիմա ապացուցում եմ։ Ապրիլ-հունիս ամսին է 19 թվականին այդ փաստաթուղթը իր սեղանին դրվել։ Ճիշտ է, սկզբում տես մանկական կռուտի տա, ես տես կռուտից 5 տարեկանում չեմ արել։ Կռուտից ասպա թղթի վրա գրած է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի նախագահի, յադե որ էտա գրած, ինչ կապ ունի, ինչա գրած, արա, քեզ են հանձնել այդ փաստաթուղթը, դու ես էլ պետության ղեկավարը, ասենք վարչապետի որ գրած չի, ես կապ չունեմ, էլի։ Բաստեր ես կապ չունեմ։ Տեսեք, երբ որ իրան այդ փաստաթուղթը ապրիլ-հունիսին հանձնել են, Նիկոլ Փաշինյանը ինչ է արել։ Նիկոլ Փաշինյանը դրա պատասխանը տվել է Արցախում 19 թվականի օգոստոսի 4-ին, երբ որ գնացել կանգնել է ու ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ, որ քեզ է ասում, ոչ ինձ է ասում, ոչ էլ օպերատորներին ու մեր ժողովրդին է ասում։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ ինքը այդպես պատասխանում է Միսկի խմբի համանախագահներին, որ այդ պլանը վեկալեք, փաստացուկ եք վեկալեք ու գնացեք։ Ինչու, որովհետեւ ինքը ասեց։ Ինքը ասեց, որ Արցախից պետք է ազատվեն, որ Հայաստանին անկախություն բերեր։ Տենց չի ասել։ Պրիզնատ չի եկել։ Ինքը չի ասել, որ կարար իրավիճակը նույնն էլի, բայց առանց զոհերի։ Էլ ինչ ասի այդ մարդը։ Ինչ ասի, որ էլի գալիս եք մի հատ ասում բանավիճ, ինչի շուտ բանավիճ եմ ես նրա հետ։ Երբ որ ես տերում եմ ուղիղ եթերով մեկը մեկի խփում, հա, մի հատ էլ գնա բանավիճեմ, թե տենամ ինքը խփելա թե չէ։ Բոլորս այդ այնքան հրապարակային ա եղել։ Նիկոլ Փաշինյանի դեմ, Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունքներ տվել։ Եվ պետք չի ոչ ես խոսամ, ոչ դուք խոսակ, ապագա պատմաբանները, այստեղ պատմաբաններ կան, մի քիչ են կոմ կանած, քաղաքագետներ կան, հանելու են Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը, իր հայտարարությունները, առանց որևէ մեկնաբանության տրված է։ Ինչ կուզեմ կբանակցեմ, իմ սեփական կետից եմ սկսում, նոր պատերազմ, նոր տարածքներ, Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Հիշում եք սեպտեմբերի 25-ի ՄԱԿ-ի նրա ելույթը պատերազմից մի օր երկու օր առաջ։ Ինչեր էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ ասեմ։ Էսել են որ ասում բան, էլի։ Իրանց փեշքեշ, էտել եմ ասում։ Այն որ ասում էր շուտ տվել են։ Նույնիսկ պատերազմից հետո Փաշինյանն ու իր թիմը խոսել են Արցախի միջազգային ճանաչումից։ Երբ որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի պարլամենտը Բանաձև ընդունեց ըստ որի կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը, Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական կայքում էջում գրեց, որ այո, ողջունում ենք Ֆրանսիայի այս դիրքորոշումը եւ մեր նպատակը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը։ Ավելին, 21 թվականի ապրիլին, 21 թվականի ապրիլին Նիկոլը պատերազմ արդեն մի 6 ամիս անցել էր։ ԵԱԿ Միսկի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ հղում են արել հիմնարար սկզբունքներին եւ ինքնորոշման իրավունքին։ Նույնիսկ պատերազմից հետո միջազգային հանրությունը խոսել է դրա մասին, ինքնորոշման իրավունքի մասին։ Եթե Արցախը տրված էր, նույն այդ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 4 տեղ Լեռնային Ղարաբաղը գրվում։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում Արցախի, Ադրբեջանի մաս, եւ կինոնը սկսվեց հրապարակային դժբախտությունը սկսեց նաև ավարտական փուլի հասավ այնտեղ, երբ որ Նիկոլը 22 թվականի հոկտեմբերի 6-ին գնաց Պրագայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում սկսվեց եւ Արցախի բլոկադան եւ Արցախի հայաթափումը եւ այսօրվա խնդիրները։ Իշխանությունները խոսել են, չէ, պատերազմից հետո նաև այդ ժամանակ են խոսել։ Ինչ փոխվեց, կարող է օբյեկտիվորեն իրավիճակը այնպեսին է եղել տարածաշրջանում, որ այս բանը ուղղակի հնարավոր է։ Խնդիրը տարածաշրջանը չէր։ Պատերազմից հետո դուք պատկերացնում եք Նիկոլը կանգներ, ասել Արցախն Ադրբեջանա։ Ալեն Սիմոնյանը Նիկոլին դավաճան կհայտարարեր։ Իրա կպնկը հայտարարեր։ Ժամանակ ձգեց։ Այդ որ այդ 44 օրը հանձնաժողովը որ սարքում են, հեսա ժողովուրդ ջան, հեսա կիմանանք, ես իմացաք։ Իմացաք։ Դե վերջ, իրանք ինքը որը սափրվել է, ինք իր ուղեղում ու ԿՊ-ի ուղեղում Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը փակել է, բայց Արցախի հարցը փակված չէ։ Քանի հայ ոգին կա, քանի հայ կա, քանի Արցախ հիշող կա, Արցախահայեր կան ու արժանապատիվ հայեր կան, Արցախի էջը փակված չէ։
Արցախ էջը կփակվի այն ժամանակ, երբ որ Նիկոլը մեր ուղեղի հիշողության մասը կհանի կջնջի։ Երրորդ հանրապետության փակման ու չորրորդ Երրորդ հանրապետությունը երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա, իսկ չորրորդ հանրապետությունը խաղաղության։ Գերեզմանում էլ է խաղաղ, դե գնա ապրի։ Վարկես բան։ Գերեզմանում էլ է խաղաղ։ Թքեմ է ձևի խաղաղությունը։ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Ասում եք, որ Թրամփի ուղին իրականություն չի դառնալու, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ-խորհրդում հայտարարեց, որ մոտ ապագայում ստորագրել են ու վավերացնեն այն, եւ ում հույսով եք, որ չի իրականություն դառնալու, որտեղ այսօր դիմությունը դիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ պատրաստվում են 24 թվականի ընտրություններին, այդ մոտ ապագային կհասցնեն։ Ինգեր մեր կուսակցության ղեկավարը հաջողություն ա մաղթել։ Մենք էլ ենք մաղթում։ Իսկ իշխանավորում է Թրամփի ուղու եւ այլն, ձեզ հայտնի է այս 7 տարվա մեջ մի պրոյեկտ միջազգային, անվտանգային, որը Նիկոլ Փաշինյանը ասի եւ իրականություն դառնա։ Նոր քիչ առաջ ասի։ Այն Թրամփին պետք է միակ քյարը Ամերիկա այդ պետք է որ Նոբելյան մրցանակ ստանար, դա էլ չտվին։ Դա էլ այդ մարդու բախտին քարկցին։ Ինչ ասեմ։ Հաջողություն եք մաղթում, պարոն Շարմազան։ Տխուրում համար։ Հաջողություն եք մաղթում նորալու ընդդիմադիրներին, բայց այս մարդիկ կարծես 2018-ի մեջ են շատերը, հիմա նախկիններին են ելի մնացել։ Հրան ջան, դու ինձ ուզում ես համառորեն մտցնես 18-ի թեմայի մեջ, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ 1000 անգամ խոսել եմ, իմ բոլոր գնահատականները ուժի մեջ են 18-ի հետ կապված։ Ես մի բան գիտեմ, որ մենք պետք է կարողանանք կասեցնել Հայաստանի գահավիժումը։ Առանձին տարբեր թևերով հնարավոր է համարում Նիկոլ Փաշինյանի 10-21-ի։ Առանձին է ո՞րն է։ Յուրաքանչյուրն ասում է, որ ընդունի մասնակցություն առանձին։ Դե բա ինչ անեմ, գնամ խնդրեմ, ինչ ասեմ։ Հետո յուրաքանչյուրն իր տեսլականն ունի։ Քաղաքականությունն ինքը մրցակցություն է, բազմակարծություն է։ Ես բան չեմ էլի որ ասեմ, իրաց նպատակ դա ինձ կարծիք, դա մենք այդ կարծիքով չենք գնում։ Մենք ինչ մտածում ենք, ասում ենք, մենք օրակարգ ենք բերել վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացը, չէ՞։ Ճիշտ է թե չէ։ Դե հիմա այն ժամանակ 6 падգամավոր էր, հիմա արդեն 34 падգամավոր է։ Մեղքա, մեծ մեղք կլինի փորձեր չանել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կամ հեռացնել, բնականաբար օրինական ճանապարհով կամ թուլացնել։ Սա է խնդիրը։ Ձեր մյուս գործընկերները, պարոն Շարմազանով, միայն Հայաստան դաշինքը նկատի ունեմ, Ռոբերտ Քոչյանի գլխավոր Հայաստան դաշինքի։ Ասում եք գործընթաց եք սկսել, իրենք էլ ասում են մենք մեր ստորագրությունները ձայները տվել ենք, սպասում ենք։ Սպասում ենք մենք հիմա։ Ո՞ւմ է սպասում։ Մնացած գործընթացը Գոդոյին են սպասում։ Այդ երկու ստորագրությունները որ պատիվ ունեմը գործողությունները։ Պարոն նախագահը դրա մասին խոսել է 2 օր առաջ։ Ասել է, որ նախաձեռնողները, ասենք արդյուն ենք շարժումը, հայտարարել է իր գործունեության կոպիտ ասած ծրագիրը եւ այս պահին նրանք նախաձեռնում են կամ զբաղված են այսպես կոչված անկախ падգամավորների հետ բանակցություններ վարելով։ Հիմա այդ փուլի մեջ ենք, հետո կերևա։ Օրինակ հույս ունեք, որ Իշխան Զաքարյանը պիտի միանա անվստահության գործընթացին։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ու պիտի ազատվի նիկոլիստներից։ Թե չէ մնացած ով կմիանա, ով չի միանա, ես չի որ իմ համար եմ միանում, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա ֆիքս ենք ժողովուրդ ջան, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա համազգային խնդիր է, սա պետական խնդիր է եւ բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց ծրագրերում եւ իրենց հայտարարություններում հայտարարել են, որ իրենց նպատակը Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Ճիշտ է թե ոչ։ Այո, հետեւաբար, երբ որ մեկը ստորագրում է, շատ լավ են անում, բայց թող ին վրա չգրեն ոչ էլ հանրապետականի վրա։ Հանրապետականի լավություն չեն անում։ Իրանց պարտականությունն են անում։ Հա շնորհակալ ենք, ողջունում ենք, դրական ենք վերաբերում, բայց թող նես չանել, դե մենք ստորագրել ենք, թող իրան գնան անեն։ Մենք ինչքան կարող ենք անում ենք։ Դուք էլ արեք։ Շնորհակալություն։